Սիրելիներ, ողջունում եմ բոլորիդ։ Այսօրվա խոսքը ուզում եմ սկսել աղոթքից եւ ուզում եմ այսօր մենք կարողանանք եւ հասկանանք մեր ցանկությունը հայտնել Սուրբ Հոգուն։ Ինչու եմ ես ասում, սիրելիներ, այնքան կարևոր է մեզ հասկանալ, որ եթե Սուրբ Հոգին չլիներ երկրի վրա, ինչ կլիներ մեր վերջը։ Սիրելիս, ես ուզում եմ մի պա դու գիտակցես ու հասկանաս, եթե քո կյանքում հավատացյալ մարդ չգործեր, չլիներ, տեղ չգտներ Սուրբ Հոգին, ով որպես անձ երկրի վրա է, ինչ կանեիր դու։ Ասեմ քեզ, ոչինչ, առավել եւս դու կծառավեիր, դու կսովեիր, առավել եւս դու չէիր ունենա ոչ մի մխիթարություն այս երկրի վրա, քանի որ միայն ու միայն կարող է քեզ այս մխիթարությունը տալ Սուրբ Հոգին։ Եվ ես ուզում եմ գոհանալ Հայր Աստծուն եւ ասել. Իմ Աստված, իմ Հայր, մենք շնորհակալ ենք քեզանից, ասում եմ մենք, սիրելիս, ոչ թե ես, այլ նաեւ դու։ Մենք շնորհակալ ենք քեզանից, որ դու քո որդի Հիսուս Քրիստոսի միջոցով հարությունից հետո մեզ ուղարկեցիր քո երկնային այն Սուրբ Էակին, որի անունն է Սուրբ Հոգի, ով ապրում է երկրի վրա, ով գործում է երկրի վրա, ով մարդկային ամեն մի ռասայի ամենավերջին շանսն է եւ հնարավորությունն է։ Եվ մենք քեզ շնորհակալություն ենք հայտնում եւ այս շնորհակալության հիմքի վրա ուզում եմ մեծն ցանկությունով երկրպագել քեզ Սուրբ Հոգի։ Դու թանկ ես, դու արժան ես ամենայն փառքի եւ պատվի, դու արժան ես, որ ամեն մի մարդ հասկանա, թե որքան թանկ է, թե որքան անգին է քո գինը Սուրբ Հոգի։ Եվ ես ուզում եմ երկրպագել քեզ այս գեղեցիկ խոսքերով։ Գիտես ամենը մեկի դու աղոթքնի միշտ լսում ես օգնում ես ու ինձ տալիս անչափ ավելի որը մությամբ դու պատում ես դու գիտես ինձ ու մանկուց դու ես ինձ պահել ու պահպանել այցելել ամեն Սեր ցույց տվել դու ես հովիվային դարային միշտ հավատարիմ իմ Աստված հիմը առանց քեզ չկա կյանք ես գիտեմ դու Արքանս ու կյանքնս դու իմ դրնես իմ Աստված իմը առանց քեզ չկա կյանք ես գիտեմ դու իմ արքանս ու կյանքնս Գիտես ամեն մեկի դու աղոթնի միշտ լսում ես օգնում ես դու դեռ գիտես մարդկանց սիրտը չար դու քնում ես խորհուրդներ նրանց նենգ ու չար ու մանգուց դու ես ինձ պահել ու պահպանել այցելել ամեն օրյա սեր ցույց տվել դու ես հովիվային տարային միշտ հավատարիմ իմ
իմը առանց քեզ չկա կյանք ես գիտեմ դու իմ արքանս ու կյանքն ես դու իմ դրնես իմ արքայիմ առանց քեզ չկա կյանք ես գիտեմ դու իմ արքանս ու կյանքն ես դու իմ դրնես դու իմ արքանս ու կյանքն ես դու իմ սրնես դու իմ դրնես Սիրելիս, մինչդեռ որ խոսքը կսկսեմ, կուզենամ կարտալ Հովհաննեսի ավետարանից կարևորագույնս մի բան։ Այսօրվա վերնագին է խոսքի քարոզչության հավատքի զորությունը կամ հավատքի ուժը, ինչպես որ կարող ես քո մոտ գրառել։ Հիմա, այստեղ գրված է այսպես, Հովհաննեսի 6-րդ գլխում 60-67-ը։ Այս ասեց ժողովարանումը, երբ որ Կապառնայումի մեջ սովորեցնում էր, Հիսուսի մասին է խոսքը։ Եվ նրա աշակերտներից շատերը, որ լսեցին, ասեցին. «Խիստ է այդ բանը, ով կարող է լսել դրան»։ Բայց երբ որ Հիսուսը գիտած իր անձումը, թե իր աշակերտները տրտնջում էին դրա համար, նրանց ասեց. «Դա գայթակղեցնում է ձեզ, ապա ինչ եք մտածելու, եթե մարդի որդին տեսնեք վեր գնալիս ու որ առաջ էր։ Հոգին է կենտանացնողը, մարմինը օգուտ չի տալիս, այն բանը, որ ես ձեզ խոսեցի, հոգի է և կյանք։ Բայց ձեզանից կան ոմանք, որ չեն հավատում։ Ինչ է ասում, ձեզանից կան ոմանք, որ չեն հավատում, որովհետև Հիսուսը սկզբիցը գիտեր, թե ով են չհավատացողները և ով է նա, որ պիտի մատներ նրան։ Եվ ասեց, նրա համար ասեցի ձեզ, թե ոչ ով կարող չէ ինձ մոտ գալ, եթե իմ հորիցը տրված չլինի նրան։ Այստեղ սիրելիներ, ընդհանրապես ում ուզում ես դու լսիր, ինչ խոսք որ դու ուզում ես լսիր, Աստվածաշնչից կլինի, թե պատմական դա, դու պիտի հավատք ունենաս, որ կարողանաս այն ուղղակի լսել, դու պիտի հավատաս, որ քո ականջները բաց լինի։ Նազարեթը այն գյուղն էր, այն փոքրաքաղաք, գյուղաքաղաքն էր, որտեղ ապրեց մեծացավ Հիսուս Քրիստոսը, այն գտնվում էր Գալիլեայում, եւ Նազարեթում մարդիկ ապրեցին բազում հրաշքներ, լսելով Հիսուս Քրիստոսի քարոզչությունները, լցված իմաստությամբ, իշխանությամբ, բայց մի մեծն բայց կա այստեղ սիրելիս, նրան չհավատացին եւ չճանաչեցին որպես Աստծո որդի։ Ընդհանրապես լսելը մի բան է, հավատալը մեկ ուրիշ բան է։ Եվ այս վերջինս ճանաչելը, սա ընդհանրապես մեկ ուրիշ բան է։ Սա հետևողական է, գալիս է ամենավերջում, բայց լսեցին, ասում է, տեսան, բայց ասում է, նրան չհավատացին, չճանաչեցին որպես Աստծո որդու, չէ որ գրված էր, եթե ամբողջ մարգարեների գիրկը գրել էր, որ կծնվի Նազարեթում, Գալիլեայում փոքրիկ Հիսուսը եւ մարդիկ արդեն իսկ 30 տարի սպասել էին այդ Հիսուս Քրիստոսի ծնվելուց հետո, որը որ արդեն արկա էր եւ մարդիկ գիտեն եւ մեկ օր էլ Հիսուս Քրիստոսը 30-ում սկսեց քարոզել այն նույն գյուղի մեջ, որտեղ որ նա ծնվել էր, որտեղ որ բազում վկաներ էին գտնվել, որ կարողացել էին վկայել, բայց ասում է, այն տարածաշրջանը նրան չհավատաց, չճանաչեց որպես Աստծո որդի։ Հիսուսը ինքը զարմանում էր։ Բազում տեղեր է Աստվածաշնչի մեջ Հիսուս Քրիստոսը սիրելի զարմանում մարդկանց էության վրա։ Նա զարմանում էր նրանց անհավատության համար։ Գիտեք, սիրելիներ, մի բան է, երբ որ դու այն չես տեսնում եւ չես հավատում։
Բայց մեկ ուրիշ բան է, երբ որ դու հրաշքը տեսնում ես, երբ որ դու լսում ես այն անձին եւ տեսնելով բազում հրաշքներ, դու չես հավատում։ Սա ուղղակի զարմանալի է։ Այսօր էլ է մեր կյանքերում այսպես։ Մենք տեսնում ենք բազում հրաշքներ աշխարհի տակ։ Այն մեկը վկայում է, այն մյուսը պատմում է, բայց մենք չենք հավատում, որ դա Հիսուսն է, Հիսուսից է։ Զարմանում էր Հիսուսը, որ այդ ամենը տեսնելով նրանք ընդունեցին նրան մի սովորական մարդու տեղ դնելով։ Սիրելիս, Հիսուս Քրիստոսը սովորական մարդ չէր։ Եկ թվարկենք մեր ձեռքերի մատերի վրա, թե ով էր Հիսուս Քրիստոսը։ Առաջինը Հիսուս Քրիստոսը Աստծո որդին էր։ Նա երկնքում էր գտնվում, եւ երկրորդը Հիսուս Քրիստոսը ծնվեց Աստծո Սուրբ Հոգիով։ Մինչդեռ որ դու կմտածես ինչ էր նշանակում այն, ես քեզ ասեմ, թե որքան հրաշագործություն էր այն, երբ որ կույս Մայրամը հրիացավ Հիսուս Քրիստոսով, կույս Մայրամը ծնեց Հիսուս Քրիստոսին եւ մնաց կույս։ Եվ դրանից հետո նա ամուսնացավ իր Հովսեփ, ամուսնացած էր իհարկե ամուսնու հետ եւ ծննդաբերեց ուրիշ զավակներ եւ որդիներ։ Եվ այսպես ինչն է կարևորագույնս, որ մենք հավատանք ով էր Հիսուսը։ Քեզ համար նա սովորական մարդ է, ինձ համար ոչ, սիրելիս։ Ասում է Աստծո Սուրբ Հոգով ստեղծվեց նա, մարդկային մարմնի կնոջ արգանդումը։ Եթե դու կարող ես այն հրաշքը հասկանալ, թե ինչ է նշանակում, շատ բաներ կհասկանաս։ Անկամ նրա ընտանիքը, սիրելիներ, այնքան տհաճ է այս բանը, եւ որ ես ամեն ժամանակ կարդում եմ, թե նրա ընտանիքը ինչպես էր նրան ժամանակ առ ժամանակ ցավեցնում, չհավատալով նրան, ասում է Աստվածաշունչը, քանզի նրանք էլ նրան չէին հավատում, բայց մի րոպե ինչպես։ Մայրամ, ինչպես։ Եթե դու կույս էիր ու դու լավ գիտեր, որ քեզ ոչ մի տղամարդ չի դպչել եւ դու հղացար Սուրբ Հոգովը լեցված, ինչպես դու կարող ես չհավատալ այն որդուն, այն անձին, այն Աստծո որդուն, այն միակին, որ քո զավակներն էլ չսկսեցին նրան հավատալ։ Եվ սա ցավալի է, եւ Հիսուսը զարմանում էր սրա համար, սիրելիներ, եւ օտարականը ընդհանրապես ասեմ ձեզ, մեկը ով ընդհանրապես չի ճանաչում, ասենք օրինակ, ոչ կարտացել է, ոչ լսել է, դու ինչ-որ մի փոքր վկայություն ես տալիս նրանից, եւ այդ օտարականը միանգամայն ըմբռնում է, ընդգրկում է, հասկանում է եւ հավատում է։ Ինչու է սա այսպես։ Ինչու է մեր կյանքում որքան շատ ենք շփվում, որքան շատ է ժամանակներ մեր կյանքում անցնում, հավատքի կյանքում, այնքան դառնում ենք մենք անհավատ։ Ինչու ենք մենք ռեգեներացիայի տեղը դեգեներացվում, ինչու ենք մենք ետ դառնում մեր սկզբունքներին, ինչու է մեր կյանքն այսպիսին, դու քեզ ինքդ հարց տվել ես, թե ինչպես կարող էին մարդիկ տեսնելով չհավատալ։ Հիսուս Քրիստոսը, սիրելիս, միշտ պատրաստ է եղել, պատրաստ է եւ կա հավիտյանս հավիտենից օգնելու, բժշկելու ամեն մի մարդու։ Աչարություն չկա, ամեն մեկ մարդու։ Շարքերում նստողներից մեկը բժշկվում է, այն մյուսը ոչ։ Ինչն է պատճառը։ Պատճառը այն է, որ ովքեր նրան չհավատացին, ասում են Նազարեթում նա չկարողացավ շատ հրաշքներ գործել։ Ինչ է, կարծում ես, հրաշագործ Աստծո որդի եւ Աստվածը չկարողացավ, գիտեք, տարօրինակը այն է, որ գրված է նա չկարողացավ հրաշքներ գործել։ Ինչու։ Այստեղ պատճառ կար, մի մեծ պատճառ, որը որ կախված էր նրա զորությունը ինչից, հավատքից մարդկային։ Միշտ հիշեք, Աստծո որդուց գնում է զորությունը այն դեպքում, երբ որ մարդկային էությունը հավատում է։ Այսպես է պայմանավորված։ Նրա զորությունը կախված է իմ հավատքից, նրա զորությունը կախված է քո հավատքից, թե որքանով որ կհավատաս, թե ինչպես կհավատաս եւ այնպես էլ կկարողանաս ընդունել։ Մարկոսի ավետարան 9-րդ գլուխ։
22-23 Ասում է, Հիսուսն էլ նրանց ասեց, այն, եթե կարող ես հավատալ, ամեն բան կարելի է հավատացողին։ Սիրելի, սա մի պատմություն էր, եթե ես ամբողջ պատմությունը գրեի ցիտատների մեջ, երևի թե կարելի ասել մի 5 րոպե ես պիտի այն կաշտայի։ Այստեղ խոսքը այն մաշտու մասին է, որի որդին դիվահարվում էր, եւ երբ որ աշակերտները չկարողացան այդ դիվահար երեխային բժշկել, այս հայրը երեխային բերեց Հիսուսի մոտ գծեց եւ ասեց. «Քո աշակերտները չկարողացան նրանից դևերը հանել»։ Ինչու՞ն էր պայմանավորված այն բանը, որ Հիսուսը կարող էր հանել դևերը եւ տվել էր իրավունք աշակերտներին, զորություն, իշխանություն դևերը հանելու, բայց ինչու չկարողացան աշակերտները հանել։ Եվ այստեղ հարցը աշակերտները չէր, այստեղ հարցը մեկ ուրիշ էր, եւ ասում է Հիսուսն էլ նրան երեխայի հորը ասեց. «Ուշադիր եղի, այն եթե կարող ես հավատալ, ամեն բան կարելի է հավատացողին»։ Լսեցինք մենք սա։ Այն եթե կարող ես հավատալ, ամեն բան կարելի է հավատացողին։ Եվ շուտով տղայի հայրը աղաղակեց եւ արտասուքով ասեց. «Դու պատկերացրու այդ պահը»։ Այս երեխայի հայրը արտասուքով աղաղակում էր, որովհետեւ նա չէր հավատում, նա կոտորվում էր, ուզում էր հասկացնել Հիսուսին մեկ կարևոր բան ասել. «Հավատում եմ, Տեր, իմ անհավատությանն օգնիր»։ Սա մեկ ուրիշ բանն է։ Եթե դու Տիրոջը ակնարկում ես, եթե դու Տիրոջը ասում ես, հավատում եմ Տեր, բայց իմ մեջ կա մի մեծ անհավատություն, որ ինձ խեղաթյուրում է, որ ինձ թույլ չի տալիս, որ ես լիարժեք կարողանամ հավատալ այն քո ճշմարիտ բժշկությանը եւ դևերի հանմանը, այժմ պիտի աղաղակես. «Հավատում եմ Տեր, բժշկիր իմ անհավատությունը», որովհետև մինչդեռ որ քո անհավատությունը չբժշկվի, քո ոշտին, քո զավակը, դու ինքդ, քո ընտանիքիդ ոչ մի անդամ չի կարող բժշկվել, սիրելիս։ Բժշկվել է այս դևերը, երբ որ Հիսուս Քրիստոսը հանում էր, նա ուներ հավատ եւ իշխանություն, եւ դևերը հնազանդում էին նրան։ Իսկ արյուտես, որ այն ժամ աշակերտներին նրանք չհնազանդեցին։ Եվ սա է կարևորագույնս, որ մենք պիտի հասկանանք։ Հավատք է մեզ պետք։ Եվ այդ հավատքի ներքո է, որ Տեր Հիսուս Քրիստոսը կարողանում է իր զորությունը բաց թողնել։ Դա կապ չունի, թե ինչ զորություն դա կլինի, բժշկություն, դևերը հանելու, թե ինչ որ մեկ բան, դա ընդհանրապես կապ չունի, թե հավատքի խոսք։ Եվ հիմա ովքեր, ընդհանրապես սիրելիներ, ասեմ քեզ, այն ժամանակները մինչ Քրիստոսի գալուստը, ովքեր որ վատ վարվեցին այն մարգարեների հետ, որոնք որ քարոզում էին Քրիստոսի գալուստը, որ գրված էր հին ուխտի մեջ այդ ամենը, այդ նույն մարդիկ նաև շատ վատ վարվեցին նաև Հիսուս Քրիստոսի հետ։ Ինչու՞մն էր սա պայմանավորված։ Մարգարեի մեկ խոսքը այն ժամանակներում, երբ որ կաշտաս հին ուխտը, կհասկանաս, թե որքան զորություն է ունեցել մարգարեն, Եղիան, Եղիսեն, զորություններ են նրանք ունեցել, Դանիելը, մարդիկ։ Եվ այս մարգարեների բերանից մեկ խոսքը շարժում էր մարդկային ամեն մի խղճմտանք, երբ որ նրանք ճշմարիտ քարոզում էին դիպուկ խոսքը։ Այն երբեք հաճելի չէ մարդկային լսելիքին, գիտես սիրելիս, մեր լսելիքին այն հաճելի չէ ու երբեք էլ այն հաճելի չի լինի, որովհետև այն լսելով մենք հասկանում ենք մի կարևորագույնս, որ մենք ոչնչություն ենք Աստծո առաջին, մենք մեղավոր ենք, մեղսակից ենք, պիղծ ենք, գիտեք, երբ որ մեկը գալիս է եւ քեզ ասում է դու մեղավոր ես մարդ, դու մեղքի մեջ ես ապրում, այն քեզ չեմ կարծում, որ դուր կգա։ Մարգարեները այսպես էին, գալիս էին եւ ասում էին դու մեղավոր ես եւ դու պիտի ապաշխարես։ Սա մարդկային խղճմտանքը մարդկային միակ բանն է, որը ներսից բողոքում է։ Սա հաճելի է մարդկային խղճմտանքին, հաճելի չէ մարդկային լսելիքին, բայց հաճելի է մարդկային հոգուն, մեր ներսի հոգուն, անգամ սիրտը չի կարող այն ընդունել։ Բայց հոգին հոժար է, հոգին հասկանում է, Հիսուսը խոսում էր շատ դիպուկ եւ նա չէր հայտնում իր կարողությունը, որպիսի հայտնաբերի քո հավատքի աստիճանը։ Նա ընդհանրապես սիրելիներ
չէր հայտնվում իր կարողությունով։ Գիտեք, երբ որ ասում եմ Հիսուսը չէր հայտնվում իր կարողությունով, Հիսուս Քրիստոսը կարող էր շատ լիարժեք բաներ կատարել։ Նա կարող էր այնպես մարդկանց ստիպել, մարդիկ որ հավատային Աստծուն։ Նա կարող էր այնպես մարդկանց ստիպել, որ մարդիկ անմիջապես դառնային Քրիստոս Հիսուսին, բայց այն կարող է մեր էգոիզմը, մեր ցինիզմը բժշկեր, բայց մեր հավատքի աստիճանին երբեք ավելանալ չէր կարող։ Ինչու համար։ Ինչու։ Ընդհանրապես պատկերացրու մի բան, որ քո հետ կատարվում է։ Հիսուս Քրիստոսը գալիս է քո կյանքում եւ ամբողջ ինչ որ խնդիրներ դու ունես, նա վերցնում է։ Ինչ է փոխվելու։ Դու դրանից հետո հավատալու ես նրան։ Դու դրանից հետո հպատակվելու ես նրան, ասեմ մեծն ոչ։ Դա դրա հետ կապ չունի սիրելիս։ Այն, երբ որ Հիսուս Քրիստոսը զորով եւ ստիպված գալիս է եւ մարդկային էություններին հասկացնելու ստիպված եմ ասում սիրելիս, Աստված սեր է, դու մի բան հասկացի, երբ որ Աստված սեր է, նա երբեք զորով մարդուն չի ստիպում, բայց մի բան պատկերացրու, որ Տեր Հիսուս Քրիստոսը քեզ ստիպում է ապաշխարել։ Ու դու այլևս ելք չունես, դու պիտի ապաշխարես, այն քեզ համար ինչ կդառնա, այն քեզ համար չեմ կարծում, որ սիրո նշան կլինի, այդ ուղղակի կլինի վախ, քան թե սեր։ Ոչ մի մարդ աշխարհի տակ չի կարող երբևիցե Աստծուն գալ վախենալով։ Եթե մենք Աստծուն վախենալով կարողանայինք գայինք, ամբողջ մի հին ուխտի պատմություն դու կարդում ես ու լսում ես։ Աստված զարկում էր, մարդը ապաշխարում էր, զարկը Աստված վերցնում էր, մարդը մեղանչում էր։ Եվ այսպես դարեր շարունակ, եւ ստիպված եւ զորով եւ զարկով, վախով մարդը Աստծուն չի գա, երբեք չի գա, որովհետեւ ինչ է պետք մարդուն։ Սեր է պետք։ Սեր, ոչ թե Աստված մարդու հանդեպ ունեցած սիրո մասին է խոսում, այլ քո սերն է պետք, որպեսզի դու կարողանաս Տիրոջը դառնաս։ Սա է կարևորը։ Հիսուսը քարոզեց, բժշկեց, հանեց դևերը այն մարդկանցից, ովքեր նրա մոտ եկան։ Գիտեք սիրելիներ, Հիսուսը չէր վազում մարդկանց ետևից ընկնում, սպասի ասում էր դու հիվանդ ես, դու ցավակար ես, դու սոված ես եւ դու դև ունես, ոչ, ասում է բժշկեց, արեց ամեն ինչ այն մարդկանց, ովքեր որ նրա մոտ եկան։ Եվ սա նրա մոտ գալը ճանապարհ ես դու կտրում։ Դու հավատք պիտի ունենաս, որպեսզի կարողանաս նրա մոտ դառնալ, որ Հիսուս Քրիստոսը կարողանա իցե քեզ օգնել։ Ես այս երկրավոր Հիսուս Քրիստոսի մասին եմ խոսում։ Ես խոսում եմ այսօր, սիրելիս, ես չեմ խոսում 2000 տարի առաջ ինչ էր անում Հիսուս, այսօր էլ նույնն է։ Դու պիտի Տիրոջը դառնաս, որպեսզի կարողանա նա քեզ բժշկի եւ ով որ տիվահարված է, հանի այդ մարդուց դևերը, այնքան հիվանդության դևեր կան սիրելիս, ասեմ քեզ օրինակ, միգրեն հիվանդությունը ինքնատիվային հիվանդություն է։ Սա դև է, մարդու օրգանիզմի մարմնի մեջ սա դև է։ Այդ գլխացավը, որ մինչև այսօր բժշկությունը չի կարող հայտնաբերել, ուղղակի դրել է նրա անունը միգրեն, որովհետև ուրիշ անուն չկա, որովհետև այն չի տեսնվում ոչ մի տեղ, թե դա ինչ է, ուղղակի գլուխը ցավում է, սա դիվային հիվանդություն է։ Ես ասեմ քեզ, այս հիվանդությունից ձերբազատվել եմ ես հավատքի մեջ։ Եվ ես այնպիսի գլխացավեր եմ ունեցել 12 տարեկանից ի վեր, որ ես պատրաստ եմ եղել անգամ իմ մազերը պոկելու ցավից իմ գլխի վրա։ Ես ուզում եմ, որ դու մի պատկերացնես, դու հասկանաս, թե ինչ է նշանակում դիվային հարձակում մարդկային էության վրա, որ դու շուրջ ժամեր տանջվում ես ցավերի տակ։ Եվ նկատել ես ինչ է կատարվում այդ ժամանակ, դու լույսին տեսնել չես ուզում։ Դու մտածում ես քո սենյակի պատուհանները, դու փակում ես ամեն մի վարագույշ, դու փակում ես քո աչքերը, որովհետև այդ մտության եւ խավարի դևն է, որը որ քեզ տանջում է։ Օրինակ, ինչու եմ ասում, ովքեր նրա մոտ եկան եւ նրան հավատացին, բժշկվեցան։ Դու հիշում ես այն տերատես կնոջը, որ 12 տարի ի վեր արնահոսությունով տառապում էր եւ ասում է, խիտ ամբոխի մեջ տեսավ Հիսուս Քրիստոսին եւ նա հույս չուներ, որ նա կարող էր գնալ կանգնել Հիսուսի դեմ եւ ասել. «Տեր, բժշկիր ինձ, քանի որ տառապում եմ»։ Ասում է, նա իր մտքում ասեց. «Եթե կպնեմ նրա հանդերձի ծայրին, ապա կբժշկվեմ»։ Սա հավատք էր, սա այն կնոջ հավատքն էր, եթե դպեմ, եթե կարողանամ հպվեմ նրա հանդերձի ծայրին,
ապա կբժշկվեմ եւ այդպես էլ եղավ։ Ինչպիսին էր սրա հավատքը այս կնոջ։ Կուրորեն հավատում էր նա։ Կույրը, եկեք կույր Բարտողոմեոս ասենք։ Երբ որ Հիսուսը ասեց, ինչ ես ուզում որ անեմ քեզ, ասեց, որ տեսնեմ։ Հավատում էր նա, չէ, որ ասեց, որպիսի տեսնեմ, եւ Հիսուս ասեց, տես։ Կամ այն բորոտը, հիշում եք։ Երբ որ եկավ ընկավ Հիսուսի առջև եւ ասեց, Տեր, եթե կամիս կարող ես ինձ մաքրել, այսինքն նա հավատում էր, որ Հիսուսը կարող էր իրեն մաքրել, եթե Հիսուսը կամենար։ Սա է հավատքը, սիրելիս, հավատքը մի այնքան կարևոր բան է, որ դու եթե այն չունենաս, ամեն ինչը քո կյանքում զրո է, ասում է հավատքը մանանեխի հատի չափ է։ Այն չի կարող մեծանալ, այն չի կարող աճել, այն կամ դու ունես, այն կամ դու չունես, հավատքը սա է։ Դու նրան չես կարող մեծացնել մանանեխի հատի չափ, եթե ունենաս, կասես լերին, կոտրվիր վայր ընկիշ ծովը եւ ասում է Տեր Հիսուսը, այն կկատարվի։ Ֆիլիպեցիս 3-րդ գլուխ 16-19 Ասում է Պողոս առաքյալը, միայն թե ինչի որ հասանք, եթե հասել ես հավատքի քո այն բարձրագույն աստիճանին, ասում է միայն թե ինչի որ հասանք նույն կանոնով վարվենք, նույնը մտածենք, ինձ նմանող եղեք եղբարք եւ նայեցեք այն կերպով գնացողներին ինչպես մեզ օրինակ ունենք։ Սա մի ճանապարհ է, սիրելիս, որ մենք պիտի վարվենք։ Սա մի ճանապարհ է, որ անգամ սա հավատքի ճանապարհ է կոչվում, որ այն կախված է մեր վարվելուց է, որ նույն կանոնովը գնանք։ Դու չես կարող ուղագի գնաս քո հարևանի կանոնովը վարվես եւ թողնես Աստծո խոսքը լինելով հավատացյալ, դու չես կարող գնալ վարվել քո հովիվի կանոնովը, որ աշխարհիկ երկրավոր կանոնները դրել եկեղեցու մեջ եւ դու թողնես Աստծո խոսքը։ Սա շատ կարեւոր է, որ մենք պիտի այն կանոնովը գնանք, որը գրված է Աստվածաշնչի մեջ, ինչու ասվեց 66 գրքերը կանոնային, կանոնով գրքերն են սրանք, որ տեղ են գտել Աստվածաշնչի մեջ։ Եվ ասում է եղբարք եւ նայեցեք այն կերպով գնացողներին ինչպես մեզ օրինակ ունենք, վասսի շատերն են գնում, որոնց համար շատ անգամ ասում էի ձեզ եւ հիմա էլ լալով ասում են, որ Քրիստոսի խաչի թշնամիներն են, ասում է շատերն են գնում, այնպես չի որ չեն գնում, սիրելիս, շատերն են գնում, բայց ինչպես են նրանք գնում, առանց կանոնի, ինչպես են նրանք գնում, կորուստն են նրանք գնում, ասում է Աստվածաշունչը, եւ նրանք Քրիստոսի խաչի թշնամիներն են։ Դու կարող ես հասկանալ։ Այո, հավատացյալներ կան, որ Քրիստոսի խաչի թշնամիներն են, եւ սա մի ցավալի փաստ է։ Սա ասում է Աստվածաշունչը, սա ես չեմ ասում։ Շարունակում եմ։ Որոնց վերջը կորուստն է, որոնց Աստվածն իրանց որովային է։ Հասկանում ես սա ինչ է նշանակում։ Քո Աստվածը քո որովայինն է եւ փառքը իրանց ամոթն է, որոնք երկրավոր բաներ են մտածում։ Սա աշխարհիկ մարդու մասին է խոսքը, ով որ գնում է հավատքի ետևից, բայց կարծես թե առանց հավատքի է գնում հավատքի ետևից։ Եթե դու գնում ես Հիսուսի ետևից, եթե դու քայլում ես Հիսուսի ետևից, ապա դու պիտի ունենաս Սուրբ Հոգին քո մեջ։ Եթե դու քայլում ես Հիսուսի ետևից, ապա դու պիտի քայլես ու հասնես ու միանաս նրան։ Ես չեմ կարծում, որ մեզ հարկավոր է հազարավոր կիլոմետրեր հեռու լինել գտնվել Հիսուս Քրիստոսից, մեզ պետք է նրա կողքին քայլել, սիրելիներ, նրա հետ քայլել, նրանով քայլել, նրանում քայլել, հասկանում ես դու սա։ Եթե դու գետ 10 մետր Քրիստոսից հեռու գտնվեցիր, ապա դու նրա հետ չես։
զույգը, ամուսնական զույգը, երբ որ նրանք առանձին են քայլում, ասենք թե այս արաբական համակարգը, որ կա չէ, տղամարդը կինը 5 քայլ առաջ է քայլում, տղամարդը 6 քայլ հետև է քայլում, սա էլ կարծես մի փոքր մեր ազգի մեջ կա, բայց ո՞րն է իրական զույգը, երբ որ ուխտ կա, երբ որ ամուսնություն կա, ֆիզիկապես նրանք իրար հետ են քայլում ձեռք բռնած կամ թև ընկած, նույնն է սա Աստծո ուխտն է երկնային, երբ որ դու Աստծո մեջ ես ապրում եւ Աստծո հետ ես ապրում եւ ուխտավորված ես նրա հետ, դու նրա հետ պիտի քայլես, ոչ թե նրանից առանձին։ Եվ այսօր ոչինչ չի փոխվել, այնինչ խոսում է Պողոս Առաքյալը, այնինչ խոսել է նա 2000 տարի առաջ մարդիկ, այսօր սա նույնն է։ Ինչ է կարծում ես քո Աստվածը քո որովայնը չէ։ Որքան ենք մենք մտածում մեր որովայնի մասին, որքան ենք մենք մտածում մեր ուտել, էպել, թափել, խմելու մասին, որքան ենք մենք մտածում մեր առևտրի մասին, որքան ենք մենք մտածում մեր սառնարանը դատարկ է, որքան ենք մենք մտածում մեր պատշգամբը առանց շորի եւ հագուստի է, սա է որովայնը, սիրելիս, բայց որքան մենք չենք կարողանում մտածել հավատացյալ լինելով հավատքի մասին, հավատացյալ լինելով Քրիստոսի մասին, հավատացյալ լինելով Սուրբ Հոգու արժեքների մասին, դու հասկանում ես, որ արժեքներ են նրանք։ Եվ երբեք այն մարդը, ով որ ունի Սուրբ Հոգու արժեքները իր մեջ, երբեք չի կարող նրա համար որովայն դառնալ Աստված ինքը։ Եթե դու փրկությանը հավատում ես, ապա փրկությունը դարձավ քո փրկիչը։ Եթե դու քո փրկությանը հավատում ես, ապա նա քո փրկիչն է։ Եթե դու քո բժշկությանը հավատում ես, ապա նա քո բժիշկն է։ Եթե դու քո բժշկությանը չես հավատում, նա չի կարող քեզ բժշկել։ Ես հավատքով եմ բժշկվել։ Ես հավատացել եմ, որ ամեն օր կաշտալով Աստվածաշունչը իմ մարմնից հեռացել եւ բաց են տողել հազարավոր դիվային ոգիներ, ոգեղեն աշխարհ, ինչու, որովհետեւ նրանք այս լույսին չեն դիմանում, սիրելիս։ Այս լույսը, երբ որ դու բացում ես եւ կաշտում ես, չեն դիմանում նրանք, հեռանում են քեզանից։ Ուղղակի քեզ բաց են թողնում, հեռանում են, ասում են՝ մի րոպե, սրա մեջ շատ լույս կա։ Սրա մեջ Աստծո խոսք կա, մենք չենք դիմանում լույսին, մենք պիտի հեռանանք եւ թողնում են եւ հեռանում են, եւ սա է բժշկությունը։ Ընդհանրապես ընդհանուր ասեմ քեզ հրաշքներ էլ պետք չի, որ կոնկրետ Հիսուս Քրիստոսը ձեռքը դնի քո գլխին եւ ասի դու ստերես բժշկված ես քո միգրենայից կամ քո հիվանդություններից, ոչ։ Մեզ պետք է վերցնել Աստվածաշունչ, քանտ է վերցնել տասնյակ տեղահաբեր օրվա մեջ։ Դու փորձիր եւ կտեսնես քո կյանքի փոփոխությունը որն է։ Փորձիր։ Դու ապրում ես այսօր տեղահաբերով, դու ունես տասնյակ տեղեր, մեկը ճնշումի, այն մյուսը սրտի, այն մյուսը, չգիտեմ, մկանների, այն մյուսը անոթների, բաց թող այդ տեղերը եւ վերցրու միակը այս տեղամիջոցը եւ դու կտեսնես շատ կարճ ժամանակում, թե ինչպես դևերը քեզ բաց կթողնեն եւ կհեռանան։ Ես խոստանում եմ քեզ սա, բայց քանի որ դու չես վերցնում, ոչինչ էլ չի կարող փոխվել։ Այսօր շատերը նրան անվանում են ամբողջ աշխարհը, կաթոլիկական աշխարհը, մեր քրիստոնեական աշխարհը անվանում են Հիսուս Քրիստոսին Մայրամի որդի։ Ինչ ես կարծում, այդպես է գրված, ոչ սիրելիս։ Նա Մայրամի որդին չէ, նա Աստծո որդին է։ Ես ուզում եմ մի փոքր այս մեր առօրյա սխալները կարողանամ ըստ Աստվածաշնչի ուղղել, որովհետև մենք չենք կարող Մայրամին աղոթելով խնդրենք Հիսուսից ինչ-որ մեկ բան։ Մենք չենք կարող աղոթել, ասել Մայրամ, ասա քո որդուն, որ ինձ բժշկի, այդպիսի բան չկա։ Եթե դու Հիսուս Քրիստոսի հետ կապ չունես ուղղահայաց, ուրեմն դու մոլորված ես, պարզ ասեցի քեզ։ Նրա աշխարհը փոքրացնում եւ նսեմացնում է Հիսուսին, մինչեւ առ այսօր մենք տեսնում ենք տարբեր հավատքներ, տարբեր կերպերով, թե ինչպես են նրանք նսեմացնում Հիսուսին, մեծացնելով Մայրամին, ով եղել է մարդ եւ ոչ թե Աստված եւ ոչ Աստծո ծնված զավակ։ Ինչու ենք մենք միշտ փորձում մեր կյանքում մեծը փոքրացնել եւ փոքրը մեծացնել։ Ինչու ենք մենք մեր օրիգինալ, մեր էությունով մենք փորձում ենք մեծին փոքրացնել։
Ինչու ես դու համարձակվում ինքդ քեզ այնքան մեծացնել, որ Հիսուս Քրիստոսը քո գրկում է դեռ մանուկ։ Ես չասեմ կաթոլիզմ, ես ասեմ դու քեզանից սկսենք արի։ Ինչու ես դու քո աչքին այնքան մեծ երևում եւ Քրիստոսին դարձրել ես փոքրիկ մանուկ եւ հնարավորություն էլ չես տալիս, որ նա կարողանա հավատացյալ մարդ, քեզ հետ եմ խոսում, որ կարողանա նա քո մեջ մեծանա։ Ինչու համար նա դեռ քեզ համար հարություն չի արել։ Կաթոլիկ մարդ, ինչու համար։ Ես խոսում եմ, հավատացյալից եմ խոսում, սիրելիս, ես խոսում եմ իմ նման, քեզ նման, որ ասում են քրիստոնյա ենք, բայց ինչու Քրիստոսը քեզ համար հարություն չի արել։ Ինչու Քրիստոսը կաթոլիզմի համար հարություն չի արել։ Ինչու է նրանց խաչերի վրա կուրքը խաչված արձանե կուրքը։ Ինչու։ Չէ որ խաչը պիտի դատարկ լիներ։ Դու ես նրան կուրք դարձրել քո խաչի վրա։ Հիշիր այն ոսկյա զարդերը, որ դու կրում ես, որ Հիսուսի պատկերն է դրանում պատկերավորված։ Միթե այդպես չէ։ Միթե քեզ համար Քրիստոս հարություն չի առել, որ դու նրան կրում ես քո վզանոցի վրա, մի հատ էլ ասում ես, թե դա Հիսուսն է։ Այո, կրիր խաչը, անգամ խաչը ես երբեք ինձ թույլ չեմ տալիս այստեղ կրեմ, ինչու։ Սրտիս մեջ եմ կրում, որովհետև խաչը ինձ համար, իմ պարանոցի համար զարդ չէ, սիրելիս, կարող է նա իմ հոգու և էության համար է մեծն զարդ, բայց իմ պարանոցի վրա նա երբեք զարդ լինել չի կարող, կամ կախում ես քո մեքենայի այն վերևի հայլուց, ինչ ես կարծում ես, որ խաչը կախեցիր առանց խաչյալի, կարծում ես, որ խաչը կախեցիր և չունես դու քո կյանքում խաչյալում, նա քեզ պիտի փորձանքներից փրկե, ավելի անեց քեզ բերում քո վրա։ Այսպես էլ ապրում ենք, սիրելիս, կուրք դարձնելով Աստծո ամեն ինչը, բայց ապրելով մեր անձնական մարդկային էությունը։ Այո, ինչու ես դու այդ խաչը կախում այդտեղ։ Ամեն ժամանակ, երբ որ մեքենան շարժվում է և այդ խաչը աջ ու ձախ է լինում, իմ սիրտս կանգնում է։ Ես ամաչում եմ, որ ամեն մեկ վարորդի ասեմ, լսիր, ինչու ես կախել նրան այդտեղ և թափահարում ես այդքան խիստն։ Եկեք մեր մեջ իրականում Քրիստոս ունենանք, ոչ թե մեր վրա, զարդ Քրիստոսի։ Սա է կարևորը։ Հիսուսը խաչվեց 33-ում և հարություն առավ, բայց նա մինչև այսօր մանուկ է Մայրամի գրկում, ամեն մի եկեղեցի դու կմտնես, քրիստոնեական, սա տոճորում է իմ հավատքը, սա ցավեցնում է ինձ, մեծն ցանկությունով կցանկանամ այն պատրել և ուղղակի այնտեղ մեծն խաչ, ուղղակի դատարկ խաչ դնել, և այսպես մեր կյանքն ենք մենք, նկարազարդում, թե ինչպիսին ենք մենք, թե ով է մեզ համար Հիսուս Քրիստոսը հավիտյանս հավիտենից մանուկ պայելով մեր կյանքում։ Հիսուսի մասին տեղեկանալը այն դեռ նրան ճանաչելը չէ։ Եթե դու ուզում ես լավ տեղին տեղեկություն իմանաս նրանից ըստ Աստվածաշնչի, դա չի նշանակում դեռ, որ դու նրան ճանաչում ես։ Նրան ճանաչելով դա բավական չէ, երբևիցե սիրելիս, որ դու նրան ճանաչում ես, բավական չէ այն քեզ, որ դու նրանից ճանաչվես, դեռ շատ քայլեր կան, գիտես, Աստված ճանաչում է իրեններին, Աստված ճանաչում է այն մարդկանց, ովքեր որ իրականում իրեն են պատկանում, ճանաչում է, ճանաչվում է, ճանաչեցնում է, ազգ, մի ազգ, քրիստոնյա մի ազգ, որ ամենամեծն կռապաշտությունը աշխարհի գալիս է այս ազգից սիրելիս, մի նեղացիր ինձանից կարդում եմ Հռովմայացիս 10-րդ գլուխը։ Վեցից 11։ Ասում է, բայց հավատքից լինող աշտարությունը այսպես է ասում. չասես քո սրտումը
ով վեր կելնե երկինքն, այսինքն Քրիստոսին վայր բերելու համար, կամ ով կիչնե անդունդն, այսինքն Քրիստոսին մեռելների միջից հանելու համար, բայց գիրկը ինչ է ասում, սիրելիս, գիրկը ինչ է ասում քեզ, ասում է սա. մոտիկ է քեզ խոսքը քո բերանում ու քո սրտումն է, այսինքն հավատքի խոսքը, որ մենք քարոզում ենք, որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես եւ սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվավ նրան մեռելներից, կապրես։ Քանզի սրտով հավատում ենք աշտարանալու համար եւ բերանով դավանում ենք փրկվելու համար, որովհետև Գիրքն ասում է. ամեն ով որ հավատա նրան չի ամաչիլ։ Բերանով դավանում ենք փրկվելու համար։ Երբ որ դու սրտումդ հավատում ես եւ բերանովդ դավանում ես, այս դավանանքը բերանի այն քո ապրած կյանքն է, սիրելիս։ Եվ սա գործքն է քո կյանքի։ Սրտումը դու հավատում ես։ Ես չեմ կարծում երբևիցե կլինի մեկ մարդ այս աշխարհի տակ, որ նա Աստծո զորությանը, գոնե ինչ որ երկնային զորությանը չհավատա։ Բայց հավատքը մի բան է, գործը մեկ ուրիշ բան է, երբ որ դու բերանովը դավանում ես, դա նշանակում է, որ դու փրկվում ես, եւ դավանությունը այն է, որ դու ապրում ես Հիսուս Քրիստոսով մի կյանք։ Եվ այս ամենը կախված է հավատքից, ասում է, մի ասա, որտեղից գտնեմ երկնքից կամ ներքևից դժոխքից, խոսք ասում է քո բերանումն է, քո սրտումն է, աստվածաշնչյան խոսքը, քանի որ Աստված այն դրել է քո խղճմտանքի եւ սրտի մեջ, միշտ իմացած եղիր։ Ասում եմ, չէ, խղճմտանքը բողոքում է քեզ դեմ, որքան էլ որ դու աթեիստ գտնվես, մեկ է, քո խղճմտանքը ասելու է քեզ մարդ, որ Աստված կա։ Որքան էլ որ դու բուդդիստական հավատք ապրես, ճեմես այնտեղ, մեկ է, քո խղճմտանքը քեզ ասելու է, որ Բուդդան ընդհանրապես մարդ է եւ արձան, Աստված կա կենդանի։ Որքան էլ որ դու քո տան անկյունը կուռքերով լցնես նկարներով եւ կուռքերով, քո տան անկյունը հայ մարդ, հիշիր, Աստված ասում է, որ քո սրտի մեջ, խղճմտանքիդ մեջ, որ ես կուռք չեմ, ես իրական Աստված եմ, ես կենդանի Աստված եմ, ես հոգի եմ, ոչ թե նկար կամ ինչ որ մի պատկեր։ Կախված է հավատքից։ Մի փոքր օրինակներ բերեմ։ Ինչ է նշանակում եւս մեկ անգամ հավատք։ Նոյը կառուցելով այն գենիալ կոնստրուկցիան։ Մենք գիտենք, երևի թե դուք տեսաք այդ հղումը, այդ ֆիլմի հղումը, թե ինչպիսի ահռելի տապան էր այն, երբ որ Նոյը կառուցել էր, իրականում սիրելիս ահռելի մի կառույց էր սա, գենիալ մի կոնստրուկցիա, եւ Նոյը կարծես թե հրճվում էր։ Նա կառուցել էր իր որդիների հետ այդ ամենը, իր ընտանիքով հանդերձ 100 տարի էր տևել այդ կառույցը, տապանը հրճվում էր կառույցից եւ նրա մեծությունից, բայց մի փոքր հարց տամ քեզ, փրկությունը տապանն էր։ Ինչ ես կարծում։ Եթե խորը գնանք, եթե մակերեսորեն նայենք, փրկությունը տապանն էր։ Տերը կառուցել էր, որ առաջին աշխարհը ջրհեղեղով պիտի վերացներ, այսինքն փրկությունը ինքը տապանն էր։ Բայց եթե խորը հոգևորապես հարցը ես քեզ տամ ու ասեմ, իրականում փրկությունը տապանն էր, եթե դու ասես այո, ապա առաջի աշխարհը ինչու չփրկվեցավ։ Ինչու։ Եթե փրկությունը փրկիչը տապանն էր։ Հիմա հասկանում ես, որ փրկությունը փրկիչը տապանը չէր, այլ տապանին հավատալը, սիրելիս, տապանին հավատալն էր փրկությունը եւ տապանի մեջ մտնելը, սա է քո կյանքի փրկությունը։ Ուրիշ փրկություն դու չունես, ինչ էլ որ Աստված քո ոտքերի առաջ բերի եւ դնի, հիշիր մի կարևոր բան, հավատք պիտի ունենաս, հավատք։ Եվ այդ հավատքի մեջ էլ պիտի մտնես։ Սա է քո փրկությունը։ Ծայրահեղ հիվանդ մարդուն, սիրելիս, երբ որ մարդը ծայրահեղ տարբեր հիվանդություններով տառապում է, նրան չի օգնում
տասնյակ հիվանդանոցների, հասցեների եւ հեռախոսահամարները, նրան չի օգնում տասնյակ բժիշկների անունները, երբ որ այդ մարդը հիվանդ է, նա պիտի այցելի բժշկի մոտ։ Նրան չի օգնում զանգահարումները, ոչ մի բան, նա պիտի ուղղակի վեր կենա եւ գնա եւ հայտնվի բժշկի մոտ, որպիսի ախտորոշումը կարողանա բժիշկը տա, որի անունն է մեղք եւ բժշկի անունն է Հիսուս, որպիսի այդ մարդը կարողանա իր հիվանդությունից բժշկվել։ Այսինքն, քեզ բյուր հիվանդանոցները չեն օգնում, քեզ կօգնի այցելելը միայն։ Ճանաչել ինչ-որ մեկին, դա չի նշանակում, որ նա քեզ կփրկի, կբժշկի եւ կկշտացնի քո ախորժակը, դա այդպես չէ։ Ճանաչելով, միայն ճանաչելով, շատ բան ենք ճանաչում։ Ճանաչում ենք, որ Մակրոն գոյություն ունի, ճանաչում ենք, որ Տրամփ գոյություն ունի, բայց դու անձամբ նրան ճանաչում ես ով է նա։ Ոչ։ Ուղղակի լսել ես անունը եւ ճանաչում ես եւ գիտես ով է նա, բայց դու երբեք նրա հետ հանդիպում չես ունեցել։ Քեզ չի բժշկի ու փրկի քո հավատքը միայն, այլ քո հավատքով քո գործերը։ Դու պիտի գործեր ունենաս։ Ես ասում եմ քեզ, սիրելիս, գործերն այնպիսի մի բան են, դու կարող ես հավատք չունենալ, բայց գործեր ունենալ։ Աստվածաշունչը Պողոս առաքյալի թղթերի մեջ գրված է, որ հետանոցները, որոնք որ իրենց խղճմտանքով իրենց դատում են եւ գործեր ունեն, բայց մենք հավատքով դատվում ենք, որովհետեւ մենք գործք չունենք։ Սա շատ կարևոր է։ Հավատքը բարի է, բայց հավատքն առանց գործերի մեռած հավատք է։ Եվ առանց գործերի մեր հոգևոր կյանքը իսկապես մահացած վիճակ է։ Դա ընդունիր դու։ Այսօր մարդը բավ է համարում, որ Հիսուսը խոսել է, գործել է, քարոզել է, խաչվել է, 3 օրում հարություն է առել եւ ասում է, դե ես այդ ամենը գիտեմ։ Բարի, դու գիտես, եթե քրիստոնյա ես պիտի իմանաս, բայց այս ամենը տեղեկանալով քո կյանքում ինչ է փոխվում։ Փոխվում է մեկ բան։ Այս ամենը իմանալով, որ Հիսուս Քրիստոսը շուրջ 2000 տարիներ առաջ քայլեց, արեց, դու անգամ չես իմանում, որ նա այսօր էլ է անում, դու անգամ չես իմանում, որ այսօր այնպիսի հրաշքներ են երկրի վրա կատարվում, սիրելիս։ Դու այդ հրաշքներին տեղյակ չես անգամ։ Բժշկություն ես ուզում, ուր է հավատքիդ գործը։ Փրկություն ես ուզում, ուր է քո հավատքի գործը, չէ որ քո ներսից մի պահ հարց տուր ինքդ քեզ, քո խղճմտանքին, քո հոգուն հարցրու, ասա հոգիս, ես փրկված եմ, գեհենի կրակներից ես փրկված եմ, հարց տուր ինքդ քեզ, քեզ միաժամանակ քո խղճմտանքը կպատասխանի փրկված ես թե ոչ, եւ կհասկանաս, որ քեզ անմիջապես փրկություն է պետք։ Եվ սրա մեջ դու դանդաղելու ժամանակ չունես այլևս։ Կաշտում եմ Գործք Առաքելոց 16 գլուխ։ Քսաներեքից 31-ը։ Այստեղ կատարվում է մի իրադարձություն, երբ Պողոս առաքյալը բանտ է ընկնում Շիղայի հետ եւ ասում է. «Եվ նրանց շատ խոցեր տալուց հետո բանդը գծեցին, բանդապետին պատվիրելով, որ նրանց զգուշությամբ պահե։ Նա էլ այն պատվերն առած նրանց ներսի բանդը գծեց եւ նրանց ոտները պնդացրեց կոչողումը։ Եվ գեսգիշերին ուշադիր եղեք, խնդրում եմ սիրելներ, գեսգիշերին Պողոսը եւ Շիղան աղոթք անելով օշտնում էին Աստծուն»։ Ինչ էին անում։ Բանտում, խցի մեջ, ոտքերները կոճղերի մեջ, ինչ էին նրանք անում, օշտնում էին Աստծուն։ Եվ բանտարկվածներն էլ նրանց ականջ էին դնում։ Սա մի յուրահատուկ քարշություն պիտի լինի, սիրելիս, եւ ասում է, բանտարկյալները նրանց ականջ էին դնում։
Միշտ հիշիր, բանտում կլինես մարդ հավատացյալ, նստած, ամեն մի բանտարկյալ քեզ ականջ է դնելու, թե ինչպես ես դու վարվելու քո Աստծո հետ, որպեսզի այդ տվյալ բանտարկյալը կարողանա ինքը փրկություն ապրելով գա քո Աստծուն։ Օրհնում էին Աստծուն եւ հանկարծակի մեջ շարժ եղավ, մինչեւ որ բանտի հիմունքներն էլ շարժվում էին եւ իսկույն բոլոր դռները բացվեցան եւ ամենքի կապանքներն արձակվեցան։ Հրաշք։ Երբ որ բանդապետը զարթնելով տեսավ բանդի դռները բացված, սուրը քաշեց եւ կամենում էր ինքն իրեն սպանել, որովհետեւ կարծում էր, թե կապվածները փախել են։ Ուշադիր եղեք, սրա մեջ կարևոր հայտնություն կա։ Եվ Պողոսը մեծ ձայնով կանչեց եւ ասեց. «Անձիդ չար բան չանես, որովհետեւ ամենքս այստեղ ենք, ոչ մեկս չենք փախել»։ Մեզ պետք չի փախնել, եթե կապանքները քանդվել են, դու կմնաս տեղում, ուր էլ որ լինես, եթե միայն քո կյանքի կապանքները քանդվի։ Հիսուսի անունով ճրակ ուզեց եւ ներս վազեց եւ դողալով Պողոսի եւ Շիղայի առաջին ընկավ բանտապետը եւ նրանց դուրս հանեց եւ ասեց. «Տերեր, ես ինչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ Սա հետանոսի հարց էր։ Հետանոս հարց պիտի տաս։ Տերեր, ես ինչ պիտի անեմ, որ փրկվեմ։ Սա մի կարևոր հարց էր։ Եվ նրանք ասեցին. «Հիսուս, հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվես դու եւ քո տունը»։ Նրանք սիրելիս ընդամենը լսում էին Պողոսի եւ Շիղայի օրհնությունը առ Աստված։ Մարդիկ, Աստվածասեր մարդիկ, ովքեր Աստծո գործ կգործելու ընթացքում բանտն էին նետվել։ Եվ այնտեղ կային մարդիկ, ովքեր որ իրականում բանտարկված էին իրենց մեղսակից կյանքի եւ գործերի համար, եւ այս երկու մարդը օրհնաբանում էին Աստծուն եւ ասում է մնացած ականջ էին դնում, որքան կարեւոր է մեր կյանքում սիրելիս, թե այն մնացածը ականջ կտնեն եւ քեզանից ինչ կլսեն։ Օրհնություն կլսեն, թե անեծք, սիրո խոսքեր կլսեն, ինչ կլսեն քեզանից, թե ով ես դու Աստծո մեջ եւ ինչպիսին ես դու Աստծո մեջ, այն կլսեն։ Ասում է, օրհնության պատճառով երկիրը շարժվեց, դռները բացվեցին բանտերի եւ ասում է կապանքները արձակվեցան։ Դու հասկանում ես, ինչ է կատարվում, երբ որ մենք իրականում բանտախցում մեր բանտախցում։ Պողոսի մասին չէ խոսքը, հիմա իմ մասին է, մենք օրհնում ենք Աստծուն։ Ամեն ինչ կատարվում է, կապանքներդ վար կընկնեն։ Դու միայն օրհնաբանիր նրան ամբողջ քո սրտով եւ հոգով, եւ դու կտեսնես։ Բանտապետը ծնկեց Պողոսի առջև եւ ասեց. «Ինչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ Սա գործ էր, սա հետանոս մարդու առաջին քայլն էր, որը նա գործով ցույց տվեց, ասում է ծնկեց եւ հարցրեց. «Ինչ պիտի անեմ, որ փրկվեմ»։ Դու երբևիցե ծնկած կաս, Աստծո գոնե Աստծո առջև լավ, հասկանում եմ, որ Պողոսների նմանների առջև դու չես էլ ծնկի երբեք, բայց գոնե Աստծո առաջ մեկ անգամ ծնկները ցավացել են։ Գոնե մեկ անգամ ծնկել ես օրհնաբանելու նրան եւ մեծարելու նրան, ինքդ փոքրանալով եւ ստորանալով արել ես այդ։ Չկարծեմ։ Պողոսը չասեց այն ժամանակ բանտապետին, թե դարձիր քրիստոնյա կամ կորանավոր մի մարդ։ Պողոս առաքյալը չասեց այդ մարդին, դարձիր քրիստոնյա։ Նա չասեց այն, ասեց հավատա եւ կփրկվես։ Սա էր պատգամը, գործից հետո գալիս է հավատքը։ Կներեք ինձ իմ փոթորկված հոգու համար։ Փոթորկվում եմ, այո, փոթորկվում են իմ ջրերը, փոթորկվում են իմ ջրերը, այն նավակը, երբ որ ջրերի վրա փոթորկվում է նաև իմ հոգին, եւ այստեղ Հիսուս է պետք, սիրելիս, Հիսուս է պետք, որ կարողանա գա եւ հանգստացնի այն փոթորկված հոգին։ Հիսուս է պետք։
Առաջին Կորինթացիս։ Գլուխ 15, 1-ից 8։ Իմացնում եմ ձեզ, եղբայրք, այն ավետարանը, որ ավետարանեցի ձեզ, որն էլ ընդունեցիք, որի մեջ էլ կանգնած եք, որով փրկվում եք, ինչ ասում, այն ավետարանեցի ձեզ, որն էլ ընդունեցիք, որի մեջ էլ կանգնած եք, որով փրկվում եք, այն բանով, որ ձեզ ավետարանեցի, եթե ամուր բռնեք, նրան ինչ անեք, ամուր բռնեք։ Եթե զուր տեղը չեք հավատացել, որովհետև ես առաջուց այն տվի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ գրքերի համեմատ, ինչ եղավ, մեր մեղքերի համար մեռավ գրքերի համեմատ գրվածքի։ Եվ թե թաղվեցավ, եւ թե երրորդ օրը հարություն առավ գրքերի համեմատ, եւ թե երևեցավ Կեփասին, այսինքն Պետրոսին, հետո այն 12-ին, հետո երևեցավ 500-ից ավելի եղբայրների մեկ անգամ, որոնցից շատերը մինչև հիմա մնում են, բայց մի քանիսն էլ ննջեցին։ Եվ հետո երևեցավ Հակոբին, եւ հետո բոլոր առաքյալներին։ Ամենից հետո իբր թե մի վիժացի ինձ էլ երևեցավ, ասում է Պողոս առաքյալը, քանի որ նա եկեղեցին հալածել էր միառժամանակ, նա ինքը իրեն երբեք չէր կարող ու չի է արտաբերել որպես առաքյալ կամ աշակերտ։ Նա միշտ ասում է իմ նման վիժացին, որովհետև նա եկեղեցին, Աստծո Սուրբ Հոգու եկեղեցին հալածել է ժամանակներ։ Դու հավատում ես այս գրվածքին։ Դու հավատում ես, թե Հիսուս Քրիստոսը կարող է նաև այսօր քեզ երևալ, եւ նա երևում է, եւ նա քեզ երևում է անտեսանելիորեն սիրելիս։ Նրան պետք չի, որ դու ֆիզիկապես տեսնես, ինչպես Պողոս առաքյալը տեսավ եւ կուրացավ։ Դու նրան տեսնել չես կարող։ Հասկացիր մի կարևոր բան, եթե դու նրան այսօր ու հիմա ֆիզիկապես տեսնես, դու կկուրանաս։ Մեր մեղավոր մեղսակից կյանքը էությունը չի կարող Հիսուս տեսնել, իսկ եթե դու նրան հոգևորապես տեսնես, քո մարմնավոր կույր աչքերը կբժշկվեն, որ այնքան բժշկության կարիք ունի։ Հռոմեացիս 10:13-18 Վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչե կապրե։ Արդ ինչպես կանչեն, որ ինչը հավատացին, եւ ինչպես հավատան, որից չլսեցին, եւ ինչպես լսեն առանց քարոզողի, եւ ինչպես քարոզեն, եթե չուղարկվեն, ինչպես գրված է, որպես գեղեցիկ են նրանց ոտները, որ խաղաղություն են քարոզում, եւ բարի բաներ են ավետիք տալիս։ Բայց ոչ թե ամենքը հնազանդ եղան ավետարանին, որովհետև Եսայան ասում է. Տեր, Եսայան ասում է. Տեր, ով հավատաց մեր լուրին, ինչ որ մեկը կա, որ հավատաց մեր լուրին, ինչ որ մեկը կա, որ հավատաց Եսայայի լուրին, այնինչ գրված էր, այնինչ այսօր կարտացվում է։ Ուրեմն, հավատքը լսելուցն է եւ լսել Աստծո խոսքիցը, բայց ես ասում եմ, միթե չլսեցին, մանավանդ որ նրանց ձայնը դուրս գնաց բոլոր երկիրը եւ նրանց խոսքը մինչեւ աշխարհի ծայրերը։ Միթե չլսեցին։ Անունը կանչե, կապրե։ Եթե դու Քրիստոսի անունը կանչես, կապրես։ Բայց ինչպես կանչես։ Սա հարց է, սիրելիս, ինչպես կանչես, որ ինչը հավատացիր։ Դու ինչպես կարող ես Տիրոջ անուն կանչել, եթե դու նրան չես հավատում։ Կեղծավորություն ես անում։ Ինչպես հավատաս, որից դու երբևիցե չես լսել։ Ինչպես հավատաս, եթե սա քեզ համար փակ է։ Դու կարող ես ինձ շաբաթվա մեջ 1 ժամ ժամուկես լսել, բայց ամբողջ քո շաբաթը կորուստի մեջ է, քանի որ դու Աստվածաշունչ կարդալ չգիտես եւ չես էլ ուզում սովորել։ Ինչպես հավատան, որի չլսեցին եւ ինչպես լսեն առանց քարոզողի։ Կարող ենք լսել։ Կարող է երբևիցե ես լսել 13 տարի առաջ, եթե քարոզիչ չլիներ իմ կյանքում։ Ոչ։
ինչպես քարոզեն, եթե չուղարկվեն։ Այո, սիրելիս, նրանք ուղարկվում են։ Նրանք ուղարկվում են մեր կյանքում, եւ սա շատ կարևոր է հասկանալ։ Այսպիսով հավատքը լսելուց եւ լսել Աստծո խոսքից է։ Եթե հավատքը որպես Աստծո խոսք դու կարողանաս երբևիցե ընդունես, այն պիտի լսես։ Այն լսելուց է։ Երբեք դու այն առանց լսելով չես կարող հավատալ։ Երբեք դու այն առանց լսելու չես կարող համարել Աստծո խոսք։ Ինչ գիտես, կարող է ինչ-որ մեկը գալիս է այնպիսի վարդապետությունները քեզ քարոզում, բա դու չհասկանաս, թե այն գրված է, թե ոչ։ Լսելը Աստծո խոսքից է, ուրիշ ոչ մի բան։ Ո՞վ է քեզ համար Հիսուս։ Հիմա վերջացնում եմ, հարցս ընդքես, ով է քեզ համար Հիսուս Քրիստոսը։ Հյուսնի, Հովսեփի որդին, Մայրամի որդին է նա, որոնք որ իրենց ամուսնական կյանքում ծնեցին եւ Հիսուսին բերեցին մարդ տեսակ լինելով, ով է քեզ համար Հիսուս, ով է քեզ համար Հիսուս, կախված է այն ամեն ինչը քեզանից, այն քո սերը, երբ որ դու հասկանաս, թե ով է քեզ համար Հիսուս։ Մարդու որդի, մարդուց է ծնվել նա, ոչ սիրելիս։ Դու պատկերացնում ես, եթե Սուրբ Հոգուց նա չծնվեր, Մայրամը երբեք Հիսուսով հղանալ չէր կարող։ Այսինքն մարդու որդի երբեք նա չէ, նա Աստծո որդին է։ Մայրամի որդին է, առավել եւս կասեմ մեծն ոչ։ Ուղղակի Մայրամից ծնվեց նա։ Միշտ մնաց նա Աստծո որդի, հիշեք սա։ Մարգարե Հիսուս Քրիստոսը, շատերն ասում են մարգարեր, մարգարեն բժշկեց, մարգարեն արեց։ Եթե քո համար Հիսուսը մարգարե է, քո կյանքում ոչինչ չի փոխվելու։ Ոչինչ։ Իսկ եթե ինչպես կորոնավորներն են ասում նա մեղավոր է, եթե քո կյանքում նա մեղավոր է, որովհետև շատերս ենք մեղադրում նրան։ Դու լսել ես երբևիցե մի հավատացյալի, որ չի բժշկվում, ինչպես է մեղադրում։ Լսել ես մի հավատացյալի, երբ որ նա ժամանակին չի բժշկվում, արդեն սկսում է Աստծուց հեռանալ։ Սա մեղադրել է։ Դու մեղադրում ես Տիրոջը, որովհետև չես բժշկում, բայց մինչդեռ որ կմեղադրես Տիրոջը քո չբժշկվելու պատճառով, դու մի քեզ նայիր ու հասկացիր, ինչու դու չես բժշկվում։ Քեզ նայիր ու հասկացիր, ինչու դու մինչև այսօր փրկված չես, որովհետև ով է քեզ համար Հիսուս Քրիստոսը, ով որ նա քեզ համար լինի, դու այդ տվյալ Հիսուս Քրիստոսի համար էլ այդպիսին պիտի ապրես։ Կարդում եմ վերջին Ֆիլիպեցիս 2-րդ գլուխը վերջացնում եմ։ Ով է քեզ համար Հիսուս։ Հինգից մինչև 11 երկրորդ գլխի ասում է Աստվածաշունչը, ձեր ամեն մեկը թող այն մտածե, որ էլ Քրիստոս Հիսուսումն էր, որ Աստծո կերպարանքումը լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ իր անձն ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պես գտնվելով իրան խոնարհեցրեց եւ հնազանդ եղավ մինչեւ իմահ եւ այն էլ խաչի մահ։ Հասկացիր, թե ով է Հիսուս Քրիստոսը։ Նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան եւ նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է, որ Հիսուսի անունով կրկնվի, կներեք ամեն ծունկ, երկնավորների, երկրավորների, երկրի տակ լինողների, այսինքն դժոխքում գտնվողների, եւ ամեն լեզու կդավանե, թե Հիսուս Քրիստոսը Տեր է, Հիսուս Քրիստոսը Տեր է, հիշիր, Հոր Աստծո փառքի համար։ Ով է քեզ համար Հիսուս։ Տեր է։ Տեր է Հոր Աստծո փառքի համար։ Սիրելիս, ինչպես ես ընդունում նրան, որպես Տեր, որպես փառքերի Տեր, որպես Տերերի Տեր։
թե ուղակի նա քեզ համար դեռ երկրի վրա փրկիչ է մնացել։ Դու էլ մտածում ես, որ այսօր վաղը փրկիչը կգա եւ քո բժշկություններից քեզ կփրկի, քո խնդիրներից քեզ կփրկի, եթե Հիսուսը քեզ համար չի դարձել Տեր։ Ես ասեմ քեզ, հույսդ լքված է լինելու։ Ինչու՞։ Որովհետեւ մինչդեռ որ դու նրան փրկիչ կճանաչես, եթե չճանաչես նրան Տեր նաեւ, ոչինչ քո կյանքում չի փոխվելու։ Ես հուշում եմ քեզ։ Կփոխվի քո կյանքում այն ժամանակ որոշակի բաներ, կլուծվեն քո կյանքում այն ժամանակ որոշակի հարցեր, երբ որ դու հասկանաս, որ նա դարձել է քո կյանքի Տերը։ Տերը։ Մենք լսեցինք ու հասկացանք այն Տերը, ով որ քո տիրակալն է, այն Տերը, որի առաջ դու ծառայ ես։ Գիտես, սիրելիս, նա իմ Տերն է, եւ ես նրա ծառան եմ։ Ես ծառայում եմ նրան։ Ես ընկած եմ, ես փոքր եմ, ես ոչնչություն եմ, մեծ եմ, ոչնչություն եմ։ Հողի եւ փոշու նման ոչնչություն, որովհետեւ հասկացել եմ, որ իմ գլխին ունեմ Տեր, որի անունն է Տեր Հիսուս Քրիստոս։ Այո։ Եվ այսպես ամեն մեկիս կյանքում կախված է փոփոխությունը, թե որտեղից կսկսվի, կախված է թե դու ինչ ես որակավորում քո Հիսուս Քրիստոսին քո կյանքում։ Այստեղից է գալու ամեն մի փոփոխությունը կյանքիդ։ Հույս ունեմ, որ կարողացա ես հասկացնել, նաև ինքս ստույգ հասկանալ այս խոսքը այսօրվա։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ Տիրոջը եւ ուզում եմ ասել Տեր, իրապես որ հավատքը մի կարևոր բան է։ Իրապես որ Տեր Աստվածաշնչի մեջ գոյություն ունեն մի քանի մարդիկ, ովքեր որ հավատում են քեզ, եւ նա մեծակույն մեծն հավատք էր Տեր։ Զարմանալի հավատք էր այն, հավատք էր, որ մարդիկ ուղակի գալիս ընկնում էին Տիրոջ ոտքերի առաջ եւ ասում էին. եթե կամենաս, կարող ես։ Ես էլ այսօր ընկած եմ քո ոտքերի առաջ եւ ասում եմ քեզ Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ բժշկել, կարող ես ինձ փրկել, դա քո ձեռքերի մեջ է, բայց գործքը ինձանից է կախված։ Գործքը այն է, սիրելի մարդ, որ դու պիտի գաս եւ ընկնես նրա առաջ։ Ուղղակի պիտի ընկնես, սա է քո գործը։ Հավատքը բարի, բայց գործդ նրա ոտքերի առաջ ընկնելն է։ Եվ այն ժամ կտեսնես, որ նա քեզ իրականում կբժշկի եւ կփրկի քո ամեն իրավիճակներից։ Սա է Հիսուս Քրիստոս Աստված սերը, սա է ագապե սերը, սա է երկինք երկիր արարող սիրո նշույլը, սա է կարևորությունը, սիրելիներ։ Առանց Հիսուսի, առանց Սուրբ Հոգու մենք չունենք ոչինչ։ Իսկ նրանով դու ունես ամեն ինչ։ Անկամ եթե ոչինչ էլ չունես, նա քո ամեն ինչն է այս աշխարհի վրա դեռ։ Եվ հույս ունեմ, որ դու կարողացար հասկանալ եւ աղոթում եմ, որ այս խոսքը քո միաժամանակ սրտիդ մեջ մտնի։ Այն սերմի նման։ Եվ կարողանա քո կյանքը փոխել, սիրելիս, իմ կյանքը փոխել է, հավատա, իմ կյանքը փոխել է այս խոսքը, իմ կյանքը փոխել է Աստվածաշունչը, իմ կյանքը փոխել է իմ հավատքը, իմ կյանքը փոխել է իմ հավատքի գործերը, եւ ես մեծն հույս ունեմ, որ դու նույն կերպ կվարվես, ինչպես ասեց Պողոս առաքյալը, որ ամենքս նույն կերպ վարվենք եւ նույն կանոնով գնանք։ Սա է հավատքի ճանապարհը, սա ուղիղն է, եւ այն երբեք խորտուբորտել դու չես կարող։ Այն ուղիղ ճանապարհը Հիսուս Քրիստոսի անունով փառք եմ տալիս ես քեզ իմ Տեր Աստված այսօրվա համար։ Փառք եմ տալիս, որ եւս մեկ անգամ քո Սուրբ Հոգին օգտագործեց իմ բերանը եւ խոսեց։ Հավիտյանս հավիտենից փառք ու պատիվ, գոհություն եւ զորություն Հայր որդի եւ Սուրբ Հոգի անունով, եւ ասենք նրան ամեն։ Հալելույա։